Եթե ցույց տակ փոքրիկ լրացական խոսքով ինչ է հարցը պատասխանը, բոլորս գիտենք զարգացումների մասին, ես ցանկանում երկու բառով նշել մինչև ես գործողությունների մինչ գործընթացներին նախորդել, որից հետո եզրակացությունները կանեք դուք և մեր ժողովուրդը։ Ուրեմն 2015 թվականին հենց ՊՊ-ն ձեռք է բերվել Հաշիվ գրուպի կողմից իդեմս Սամվել Կարապետյանին։ 15 թվականին եղել է շատ վատ վիճակ։ Ես իմ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, այսօր ևս ցանկանում նշել, որ մեր սխալը երևի թե եղել է այդ շատ վատ վիճակը չներկայացնել, շատ մանրամասն։ Որից հետո կազմել է ներդրումային ծրագիր, որից հետո ներգրավել են միջազգային գործընկերներ և տարվել են աշխատանքներ, որպեսզի այդ վատ վիճակը կամաց-կամաց բերվի և համապատասխանեցվի միջազգային զարգացած երկրների փորձին։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, ուրեմն հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով, ներդրումների և գնումների տեխնիկական աուդիտը հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթել են միջազգային շատ լուրջ հեղինակություն ունեցող GT և BDO Armenia ՀԲ-ները։ Ես ամեն ինչի համար եմ նշում, որպեսզի պատկերացնեք, որ այս կազմակերպությունները անցկացրել են և ֆինանսական, և տեխնիկական աուդիտ, և տվել են դրական եզրակացություն։ Կազմակերպությունների ընտրելը հանձնաժողովի կողմից եղել է մեր համաձայնությամբ, որպեսզի հանձնաժողովը ընտրի այդ կազմակերպություններին իր հայեցողությամբ, որպեսզի հետո խոսակցություններ չլինեն, դուք ընտրեցիք և այլն, չնայած շատ ծիծաղելի կլինի մտածել, որ մենք որևիցե ձևով կարող ենք ազդել այդ կազմակերպությունների կարծիքի վրա, հնարավոր չի այդպիսի բան ուղղակի։ Ինչպես նաև կուզեմ ձեզ տեղեկացնել, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը դա այն մարմինն է, որը կարգավորում է մեր ոլորտը։ Մենք առաջնորդվում ենք իրենց կայացրած որոշումների, իրենց մեզ համար սահմանված չափորոշիչներով։ Որևիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ձեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն, չգիտեմ և այլն, անգամ ակնարկ։ Ասեմ ավելին, որ 2023 թվականին վերլուծական տեղեկանքը պատրաստ է, 24 թվականին դեռևս պատրաստ չէ, այսինքն 24 թվականի համար տալիս են իրանք երևի թե կտան աշնան սկիզբ, 23 թվականի համար արդեն տվել են։ Մի քանի ցուցանիշ ձեզ ասեմ, ուրեմն հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Հայաստանություն ամբողջ տարածքում 22 թվականի համար բարելավել է շուրջ 8.7%-ով, միջին տևողությունը հոսանքազրկումների բարելավել է 22 թվականի համար 18.1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 2022 թվականի համար 12.85%-ով։ Սա ինչ է փաստում, սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, խնդրում եմ սա շատ ուշադիր լինել, որովհետև այդտեղ է մեխը հենց։ Այդ մարմինը երբևիցե որևիցե ձևով չի գնահատել հետի աշխատանքը այսպես շակերտների մեջ այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ամեն տարի ընդունում է, սկզբից հաստատում է հաջորդ տարվա
ներդրումային ծրագիր, ամբողջ ինչ որ պետք է արվի մյուս տարվա ընթացքում, որպեսզի ավելի մատչելի լեզվով խոսենք մեր հայրենակիցների հետ, եւ տարին ավարտվելուց հետո ընդունում է։ Մենակ մի բան կարող եմ ասել, որպեսզի այսպես թվախեղճ չանենք, 23 թվականի ներդրումային ծրագիրը կատարվել է 91.8%-ով, որը չեմ ուզում զուգահեռներ տանեմ այլ պետական մարմինների հետ, բայց բավականին բարձր եւ լավ ցուցանիշ է։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ծախսերը ընդունելուց ֆիքսում է ներդրումային ծրագիրը, ֆիքսում է, այսպես ասած, իր կողմից ոչ ընդունելի ծախսերը, այսպիսի կարծիք կա, չէ, որ ասում են դե հետը ծախսում է, չգիտեմ, այնտեղ ինչ ուզում անում է, գումարներ էս կողմ են կողմ, բացառիկ իրավունք է տրված հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են ոչ նպատակահարմար եւ չընդունել այն ծախսերը, որոնք իրենք համարում են, այսպես ասած, գները բարձրացված։ Այդ չընդունելը եղել է շատ փոքրիկ թիվ համեմատած մեր ամեն տարի լինում են այսպիսի ծախսեր, այսպես ավանդույթի պես, որ ինչ-որ բան չընդունենք։ Եղել է շատ փոքրիկ թիվ համեմատած մեր ներդրումային ծրագրերի հետ, այս ամբողջով ես ցանկացած ես տեղեկացնել, ինչ է կատարվել մինչև մեր սեփականատիրոջ հետ կապված այս գործողությունները, հետ կապված։ Հիմա արդեն անցնենք հարց ու պատասխանի, ոնց եկեք հերթով, բոլորին խոսք կտանք, ոչ մի հարցա անպատասխան չմնա։ Հա, եկեք այսպես շարքով հերթով սկսենք, խնդրեմ։ 168 ժամ Զավեն Յուրանյան, պարոն Ղազարյան, ձեր ներկայացրածին վստահ եմ ծանոթ են նաև Հայաստանի իշխանությունները, շատ լավ ծանոթ են, ամեն դեպքում թիրախ են ընտրել էլեկտրական ցանցերը, արձանագրումները պարզել, իրենց գործողություններն էլ արդեն նախագծվել են, ասում են նախագիծ կա պատրաստ, այս ընթացքում ձեզ հետ կապի դուրս եկել են, փորձել են ինչ-որ ճշտումներ անել, ինչ-որ հանդիպումներ ունեցել եք, թե չէ, կամրուցի առաջարկներ հնչել են, եւ ինչ եք պատրաստում անել, այս օրենքի դաշտում ստեղծված իրավիճակում, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ճիշտ ասած, մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ կիսագրագետ օրենքի նախագիծ, հիմա սխալեցկուղ եմ, լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ, չգիտեմ ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի, անգամ պատրաստ եմ հիմնավորել, որ ձևաչափով ցանկանամ, ինչ վերաբերում է մեզ հետ կապ հաստատելու, գիտեք, նորմալ չի, եթե մենք պետություն ենք կառուցում, բացարձակ նորմալ չի, այսպիսի մեզ ներդրումը, են էլ մի պա մոռանանք անձին, բայց անձին մոռանալ ցավոք սրտի չի ստացվում, ոչ թե ցավոք սրտի նաև ուրախություն։ Դա անձ է, որը, չգիտեմ, երևի թե վատ բան ասելն է դժվար այդ մարդու մասին, բոլոր տեսակի հնարավոր միջոցներով, այսպես ես անձամբ շփվելով իր հետ, բացարձակ, եթե խոսքը գնացել է պետության, բարեգործության վերաբերյալ, անգամ թիվ չի հարցրել, բայց նորմալ չի, երբ որ այսպիսի գործընթաց է նախաձեռնվում և այն ընկերությունը, որին փորձում են պետականացնել, խլել, ոնց ուզում եք այդ անունը դրեք, յուրաքանչյուր բառ այդտեղ տեղին է, որևիցե ձևով, լավ, առանց փաստաթղթային, ինչ-որ զանգով, եկեք, քննարկենք, հասկանանք, Միգուցե չէ, մենք էլ ունենք թերություններ, մենք էլ ունենք խնդիրներ, անսխալական ոչ մարդ կա, ոչ կազմակերպություն կա աշխարհում, բացի Հիսուս Քրիստոսից, չի եղել այդպիսի բան, այստեղ է, այստեղ պրոբլեմը հենց այստեղ է, ինչի չեն այդ մարդիկ կամ այդ մեր իշխանությունները ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքը ասեմ, որովհետև նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այսինքն այստեղ պետականացնելու խնդիրը ընդհանրապես մտածելն անգամ մի անգամ օգտագործել եմ, շատ են, չգիտեմ, ասում են մի օգտագործի, բայց եւս մեկ անգամ օգտագործեմ, այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա։ Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է, դուք կանխատեսում եք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասում ենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել։ Հիմա
Չի եղել, ձեր հարցին այսպես մի քիչ երկար ստացվեց պատասխանը, որևիցե ձևով չի եղել։ Իսկ ինչ եք պատասխանել օրենքի շրջանում եք ասել։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեր համար, բնականաբար արդեն մենք հասկանում ենք, բայց այդտեղ արդեն միջազգային կազմակերպություններ, մեր գործընկերների հետ միասին շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից, իհարկե չեմ կարող տրամադրել այդպիսի փաստաթղթեր։ Այո, որ զարմացած են շատ, ապշած են։ Օրինակ ստանում եք։ Ինչ առաջարկներ։ Լավ, որ հարցինից հարցնի, հաղթել պահպանեք։ Բոլոր իրավական ճանապարհներով։ Ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը դա մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ։ Հաջորդը մի քանի անգամ նաև նշվում է, որ ընկերության մինորիտար բաժինները Կարապետյանների ընտանիքին պարտանող, բայց Կիպրոսում վերահսկված ընկերություն է։ Այստեղ կա ինչ-որ պայմանագրային որևէ կետ, որևէ պայմանագրում կամ որևէ նման իրավական փաստաթղթում, որ կառավարության հետ նման իրավական վեճերի դեպքում, որ միջազգայնացանում, ասենք Լոնդոնի արբիտրաժային դատարանում կամ այլ նմանատիպ արձանում, որտեղ պիտի նման հարցեր քննարկվեն։ Ուրեմն պայքարի ռազմավարության շահերից ելնելով թույլ տվեք ես դա չասեմ ձեզ, ունենք ամեն ինչ ունենք, գիտենք որտեղ, գիտենք ինչ ձևաչափով, ընդհանուր բանակցություններ են տարվում, ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է, այնպես չի որ մենք սենց հանգիստ նստած, այո, մեր համար գործընթացը սկսված է, անկեղծ ասած, Կարապետյանի ապօրինի ձերբակալումից, հետո կալանավորումից սկսած, որովհետև հասկանում ենք ինչ է կատարվում, բայց ներողություն եմ խնդրում ձեզանից, թույլ տվեք այդ ռազմավարության, այսինքն ինչ ճանապարհով, ինչ ատյանում, բայց հավատացած եղեք շատ լուրջ են։ Մեր գործընկերները, քանի որ հետաքննությամբ այսպես պարզել էին ինչ բարդություններ իրենից ենթադրում պետականացումը կամ եւս մեկ այլ անձի փոխանցելը, որովհետեւ դուք եք կարծացել եք վստահաբար, որ ասվում է ոչ թե պետականացնում են, պետությունը այդ քաշը եւ այդ հնարավորությունը եւ այդ մենեջմենթը չի կարող իրականացնել, չունի, հետեւաբար վերցվում է, խլվում է մեկ այլ մարդու փոխանցելու համար։ Նախ կխնդրեմ ես վասով մի բան ասեք եւ մյուսը եւ որպես իրավաբան եւ որպես քաղաքացի։ Եվ հաջորդը կա հնարավորություն կամ դուք բացառում եք, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը կարող է լինել այն ստորագրությունը, որը կվճռի թե հեծի ճակատագիրը, թե իր ճակատագիրը ամենատխուր վարկածներից մինչև ուրախ վարկածներ եւ ամենազվարճալի անդադ քննարկում է, դուք եք հասկանում, այս երկու քաղաքացի եք, որ օրինակ կարող են հանել եւ նրան վետո դնել, թույլ տալ հայրենիք մտնի, ոտք դնի, մյուս կողմից նրան թույլ տալ դուրս գալ, քաղաքական գործընթաց սկսի, այսպես հազար ու մի վարկած քաղաքական առիթից մինչև տնտեսական։ Եվ հաջորդը դուք ղեկավար եք այս կառույցում եւ դուք լավ եք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է առևտուր ձեր ամեն աշխատողի հետ, սկսած պահակագետի հսկիչից մինչև մաքրուհի եւ մինչև տնօրեն։ Ձեր հետ կոմպրոմատի լեզվով, շահագրգռելու լեզվով ձեր աշխատակիցների հետ խոսք ու զրույց եղել է իշխանականների կողմից թե ոչ։ Ես գիտեմ, որ այստեղ գլխավոր դատախազի եղբայրն է արդեն իսկ աշխատում, նախ նրա այստեղ աշխատելու հանգամանքները մեզ բացատրեք, մանավանդ նոր է, արդյոք սա սցենարային պլանի մաս չի կազմել, հաշվի առնելով նրանք կարող էին կանխատեսել այս ելքը։ Եվ ինչպես եք պատրաստվում պաշտպանել ձեր աշխատակիցներին եւ կոմպրոմատներից, եւ հարձակումներից իշխանական, եւ գործարքներից, որը կարող է ճակատագրական դառնալ։ Տիկին Բադոյան, ցավոք սրտի որպես քաղաքացի կարծիքս հայտնել չեմ կարող, ցավոք սրտի, որովհետև ես ներկայացնում եմ այս պայն հեծը, որպես իրավաբան էլ ձեզ ասեցի չեմ ցանկանում
մեր գործողությունների հետ կապված կարծիք հայտնել, որպես հետ գլխավոր տնօրեն եւ մարդ, ով ճանաչում է Սամվել Կարապետյանին, ձեր ասած վարկածները ու ցանկությունները կարող են լինել, այդպես պայմանավորվելու, ազատության գին, չգիտեմ ինչ, Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ հնարավոր չի։ Ոչ թե հնարավոր չի պայմանավորվել, այսպիսի պայմանավորվածություն է հնարավոր չի։ Սա արդեն ասում եմ իմ կարծիքը, որովհետև հաստատապես ինքը դա կարող է ասել, բայց ես համոզված եմ, որ դա էլ պնդելու է, այսինքն ինչ-որ գործարք, ազատություն, իմ կարծիքով ոչ, գործարքի գնալու պարագայում չէր հայտնվել այս վիճակում, այսպես ասեմ ձեզ, ինչի պետք է հայտնվել, հետո նոր գնալ գործարքի։ Երկրորդ ինչ վերաբերում աշխատակիցներին, ես չեմ ցանկանում հիմա քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, նորից եմ կրկնում, ազատ զրույցի պարագայում սիրո կմեկնաբանեմ, չեմ վախենում, չեմ հրաժարվում, ուղղակի հաշվի առնելով, որ ներկայացնում եմ հեծը այս պահին եւ չթիրախավորելու համար մեր հետագա գործողություններում հեծը այդ պատճառով չեմ պատասխանի։ Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներից կապված, գիտեք, կոնկրետ փաստեր չունենք։ Ունենք ասեկոսներ, որ այդպես ասում են, հեսա գալիս ենք, պետականացնում ենք, կառավարիչ ենք նշանակում, 30% աշխատավարձ ենք բարձրացնում։ Չեմ կարող ասել ինչ քանակի մարդկանց վրա դա կարող է ազդել, բայց մի քիչ մտածող մարդու համար դա միֆ է։ Իսկ մի քանի հազար աշխատակցի վրա 6800 աշխատող ունենք մենք, մոտավորապես մինուս շատ փոքր թիվ, եւ այդ 6800 աշխատողից չեմ կարծում ինչ-որ լուրջ քանակ կհավատա դրան, որովհետև աշխատավարձների 30% բարձրացնելու պարագայում կարծում եմ նորից իմ կարծիքը մոտավորապես 3 միլիոն մարդ կսկսի ավել վճարել, որպեսզի 6800 մարդ ավել փոս ստանա։ Այսինքն սակագնի խնդիր առաջանալու միանշանակ։ Այստեղ մենք ինչով ենք զսպել սակագինը, շատ կարճ անդրադարձ դրան անեմ, զսպել ենք կորուստների տոկոսի նվազելիությունով, այսինքն կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը։ 4.8, եթե չեմ սխալվում, դրամ 16 թվականից սկսված թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ հեծի այսպես ասած մաս, որպես կտոր 0 դրամ է։ Այսինքն հեծի նախաձեռնության, то есть ինչքան որ թանկացել է հոսանքը, հեծը այդտեղ որից է բաժին չունի։ Հեծի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ, հեծի նախաձեռնությունը երբեք չի եղել սակագին բարձրացնելու 16 թվականից հետո, եւ ինչպես պարոն Կարապետյանն իր հարցազրույցներում նշելու այնտեղ անգամ ժամկետ կա, որ չի լինելու, իսկ հանձնաժողովի նախաձեռնությունն էլ չի եղել, բարձրացվել է սակագներ, արտադրողի, տեղափոխողի, գիտեք, մեր ժողովուրդը պատկերացնում է, որ այդ իրենք ինչքան որ վճարում են հոսանքի համար, այդ ամբողջը հեծին է։ Հեծինը չի ամբողջը, որովհետև այստեղ ունենք արտադրողներ, ունենք տեղափոխող եւ բաշխող, մենք բաշխողն ենք։ Արտադրող կայան չունի հեծը, այսինքն ինքը վերցնում է, sense կոպիտ ասած ոնց որ վերավաճառում։ Այս պարագայում սակագնի մեջ մտնում են նաեւ այդ նշած արտադրող բաշխող։ Այդ 4.8 դրամը, որ թանկացել է իրենց համար, ոչ մեզ համար։ Ինչ վերաբերում է ձեր ասած գլխավոր դատախազի եղբորը, գիտեք, այդտեղ 6800 հոգանոց կոլեկտիվում շատ մարդ կարող է լինել։ Մենք աշխատանքի չենք ընդունում որպես գլխավոր դատախազի եղբայր կամ ինչ-որ մեկի որդի կամ ինչ-որ մեկի, չգիտեմ։ Կադրային մեր քաղաքականություն տարվում է պրոֆեսիոնալիզմից ելնելով։ Այսինքն, եթե մարդ ինչ-որ բան կարողանում է անել, ինքը մեզ պետք է։ Հիմա իսկ ինձ սկզբանը չեք իմացել, ուշացել որպես մասնագետ եք դրանից, եթե չեմ սպասում Չէ, գիտեք, ոչ թե չենք իմացել, որ ինքը գլխավոր դատախազի եղբայրն է։ Իհարկե իմացել ենք, այդտեղ գաղտնի բան չկա։ Ասածից իմաստը հետևյալն է, Կարապետյան Սամվելի կադրային քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ այս մարդնա չի կարելի կամ այս մարդնա պետք է առավելություն ունենա։ Երբեք։ Աշխատի, նորմալ կաշխատի մեզ հետ, չի աշխատի, անկախ նրանից իրով լինել ինքը կազատվի։ Քաղաքականությունը այսպեսին, հավատացի։